Ես որոշում եմ կայացրել իրականացնել անվտանգության խորհրդի քարտուղարի փոփոխություն։ Ինչու Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ արեց շուրջ 8 տարի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գրիգորյանին, նրան փոխարինելով ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանով։ Արդյոք Փաշինյանը դժգոհ էր Գրիգորյանի աշխատանքից։ Միանշանակ պատասխան վարչապետն այսօր չտվեց։ Էնպես չի, որ ես Արմեն Գրիգորյանի աշխատանքից դժգոհ եմ եղել, բայց այնպես էլ չի, որ ես ինքս իմ աշխատանքից այնքան գոհ եմ, որը համարում եմ կատարյալ։ Պաշտոնավարման անցած 8 տարիներին եւ հատկապես 2021-ից հետո Արմեն Գրիգորյանն ակտիվորեն ներգրաված էր հայ-ադրբեջանական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացներում։ Ոչ վաղ անցյալում 2022-ին Գրիգորյանն իր ադրբեջանցի գործընկերոջ Իլհամ Ալիևի օգնական Հիկմեթ Հաջիևի հետ բանակցություններում փորձում էր առաջ տանել Ղարաբաղում ապրող հայերի անվտանգության եւ նրանց իրավունքներին վերաբերող հարցերը։ Վաշինգտոնյան հանդիպումից հետո իմ եւ Ադրբեջանի նախագահի օգնականի համաձայնություն կար ստեղծել միջազգային մեխանիզմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանը քննարկեն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները եւ անվտանգությունը։ Բաքուն սակայն այդպես էլ որևէ միջազգային մեխանիզմի չհամաձայնեց։ Մեկ տարի անց 2023-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական ագրեսիայից հետո Արցախը հայաթափվեց։ Պաշտոնանկությունից առաջ Գրիգորյանի վերջին հանդիպումը Հիկմեթ Հաջիևի հետ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից մեկ շաբաթ անց էր Դիլիջանում։ Շատերին զարմացրել էր, թե ինչու էր Հաջիևը ընտրություններից հետո շտապել Հայաստան։ Ինչպես խորհրդարանի ամբիոնից պարզաբանել էր Փաշինյանը, Գրիգորյան-Հաջիև հանդիպման նպատակը ընտրություններից հետո ստեղծված պատերազմի սպառնալիքը կառավարելն էր։ Դատելով Փաշինյանի այդ հայտարարությունից ադրբեջանական կողմի մոտ մտահոգություններ էին առաջացրել ընդդիմադիր ուժերի ստացած շուրջ 500,000 քվեները։ Եթե մենք հիմա չկառավարենք այս իրավիճակը եւ ընկալում ստեղծի, որ Հայաստանի Հանրապետությունում 500,000 մարդ կա, որ ասում են մենք պետք է Ղարաբաղի շարժումը շարունակենք, դա շատ լրջորեն կսրի ռազմաքաղաքական իրավիճակ Հայաստանում։ Իշխող ՔՊ-ին չհաջողվեց ստանալ սահմանադրական մեծամասնություն, ինչն անհրաժեշտ էր նոր սահմանադրության ընդունման համար։ Մինչդեռ Բաքուն պարբերաբար հիշեցնում է, քանի դեռ Երևանն իր մայր օրենքից չի հանել հղումը անկախության հռչակագրին, խաղաղության համաձայնագիրը չեն ստորագրի։ Արդյոք Արմեն Գրիգորյանին Դիլիջանում չէր հաջողվել փարատել ադրբեջանցի գործընկերոջ մտահոգությունները։ Արդյոք հենց այդ հանդիպումն է ճակատագրական եղել պաշտոնանկության համար, թե այլ խնդիրներ կային, պարզ չէ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր միայն տեղեկացրեց, թե Գրիգորյանին իր աշխատակազմում մնալու առաջարկ է արել, որը սակայն մերժվել է։ Գրիգորյանը դադար է ուզում։ Ընդհանրապես պետական ծառայության մեջ առաջիկայում կարծես թե նախընտրում է պաուզա վերցնել։ Արմեն Գրիգորյանն այսօր անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում կառավարության վերջին նիստին ակնհայտորեն հուզված էր։ Ինքն էլ դա չթաքցրեց։ Իսկ իր պաշտոնավարման շրջանը Գրիգորյանը տիեզերական համեմատություններով նկարագրեց։ Իմ պաշտոնավարման շրջանը համեմատելի է, որ եթե լույսը երկրից դուրս գար, այդ սկսելու ժամանակահատվածում հասած կլներ ամենամոտ աստղի մոտ, հետ կգար եւ նորից ճանապարհ դուրս եկած կլիներ։ Արդյոք նորանշանակ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը Գրիգորյանի օրինակով ակտիվորեն ներգրաված կլինի հայ-ադրբեջանական հարաբերությունների գործընթացում։ Ինչ առաջնահերթություններ են դրվել Սիմոնյանի առջև այս պաշտոնում, առայժմ հստակ չէ։ Ես այսպես ասած պարզ ճակատով եմ ավարտում ես փուլը եւ կապրենք, կտեսնենք, թե հետագայում ինչ կլինի։ Իդեպ դատելով Ալեն Սիմոնյանի հրաժեշտի ասուլիսից վարչապետ Փաշինյանը Սիմոնյանին անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանակելու որոշումը վերջերս է կայացրել, քանի որ դեռ հուլիսին պաշտոնը թողնելիս Ալեն Սիմոնյանի քաղաքական ապագան անորոշ էր։ Չեմ բացառում, որ կարող է ընդհանուր, ասենք մոտակա, չգիտեմ, ինչ-որ ժամանակահատվածում ընդհանրապես որևիցե քաղաքական պաշտոնով զբաղված չլինեմ։ Ինչպես նա էր վստահեցրել այն ժամանակ, նոր պաշտոնի շուրջ վարչապետի հետ որևէ պայմանավորվածություն ու քննարկում չի ունեցել։ Եվ իսկականից ուզում մի քիչ հանգստանամ։ Սիմոնյանը տակավին անցած ամիս խոսում էր մի փոքր հանգստանալու եւ անձնական հարցերով զբաղվելու մասին, սակայն Ալեն Սիմոնյանին երկար հանգստանալ չհաջողվեց։